Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում տեղի ունեցած համաժողովի շրջանակում անդրադարձել է Հայաստան այցին։ Նա հիշատակել է Հայաստանի կառավարության մշակած խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը։ Ըստ Լավրովի ծրագրով Հայաստանի կառավարությունը ձգտում է իր տարածքը լոգիստիկ հնարավորություններն ինտեգրել ընդհանուր մայրցամաքային գործընթացներին։ Լավրովի խոսքով Մոսկվան կողմ է, որ բոլոր ենթակառուցվածքային նախագծերը զարգանան, բայց գործնականում խաղաղության խաչմերուկն իրագործելու համար պետք է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրվի խաղաղության պայմանագիր։ Մենք սրտանց հաջողություն ենք մաղթում այդ հարցում, ասել է Լավրովը։ Ռուսաստանի արտգործնախարարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ պայմանագրի տեքստի համաձայնեցումը հնարավոր է դարձել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի եռակողմ գագաթնաժողովների շնորհիվ։ Լավրովը նշել է, որ Դաշնությունը պատրաստ է այսուհետ եւս օժանդակություն ցուցաբերել, եթե կողմերը դրանում հետաքրքրված են։ Նա համոզմունք է հայտնել, որ անհրաժեշտ է նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորում։ Հակամարտությունների հաղթահարումն ու դրանց հետևանքով տրանսպորտային ու տնտեսական կապերի վրա դրված սահմանափակումների վերացումը նկատելիորեն կբարձրացնեն այս տարածաշրջանի եւ ամբողջ մայրցամաքի մրցունակությունը, եզրափակել է Սերգեյ Լավրովը։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը մայիսի 26-ից 27 աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան։ Այցի օրակարգում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումները։ Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր կփոխանակեն տարածաշրջանային առանցքային խնդիրների շուրջ, կենտրոնանալով Սիրիայի, Լիբիայի, Հարավային Կովկասի եւ Սևծովյան տարածաշրջանի զարգացումների վրա։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում բանակցություններ է վարել Սիրիայի ժամանակավոր կառավարության նախագահ Ահմեդ Ալ-Շարայի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև երկու երկրների արտգործնախարարները, ինչպես նաև Թուրքիայի պաշտպանության նախարարը եւ թուրքական հետախուզական գործակալության ղեկավարը։ Սիրիական պատվիրակության կազմում է եղել նաև պաշտպանության նախարարը։ Լրատվամիջոցների փոխանցման բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները եւ ահաբեկչությանը համատեղ հակազդելու հարցերը։ Թուրքական աղբյուրների փոխանցմամբ Ալ-Շարայի եւ Էրդողանի քննարկումների հիմնական թեմաներից մեկը եղել է սիրիացի քրդերի զինաթափման եւ սիրիական պետության կազմում ինտեգրման հարցը։ Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների նոր փոխանակում են իրականացրել, այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Մայիսի 16-ին Ստամբուլում ձեռք բերված ռուս-ուկրաինական պայմանավորվածությունների համաձայն վերադարձվել է եւս 307 ռուս զինծառայող, նշել են գերատեսչությունում։ Փոխարենն ուկրաինական կողմին է հանձնվել ուկրաինական զինված ուժերի գերեվարված 307 զինծառայող։ Վերադարձած զինվորներն այս պահին գտնվում են Բելարուսում, որտեղ ստանում են անհրաժեշտ հոգեբանական եւ բժշկական օգնություն։ Այնուհետև նրանց կտեղափոխեն Ռուսաստան։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հավելել են, որ գերիների լայնածավալ փոխանակումը շարունակվելու է։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է տեղեկությունը, որ ռուսական կողմը վերադարձրել է 307 մարդու։ Զելենսկին նշել է, որ 2 օրվա ընթացքում արդեն վերադարձվել է 697 մարդ եւ ակնկալվում է փոխանակման գործընթացի շարունակություն։ Ավելի վաղ Ռուսաստան էր վերադարձվել 270 զինվորական, ինչպես նաեւ 120 քաղաքացիական անձ, այդ թվում Կուրսկի շրջանի բնակիչներ, որոնք գերեվարվել են Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ Փոխարենն ուկրաինական կողմին է փոխանցվել ուկրաինական զինված ուժերի 270 զինվորական եւ 120 խաղաղ բնակիչ։ Հազարի դիմաց փոխանակման մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև վերջին 3 տարվա առաջին բանակցությունների ժամանակ։ Երեք Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ կլինի Ուկրաինային հանձնել երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի պայմանները, երբ գերիների փոխանակումն ավարտվի։ Мам, я дома, все, меня обменяли, мам. Անցած գիշերը Ուկրաինայի վրա Ռուսաստանի օդային հարվածները բազմաթիվ հրդեհների ու պայթյունների պատճառ են դարձել, վնասվել են տներ, մեքենաներ եւ մի շարք ձեռնարկություններ։ Իր առավոտյան ելույթում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Նա հավելել է, որ ընդհանուր առմամբ գիշերը ծանր է եղել ամբողջ Ուկրաինայի համար։ 250 գրոհային անօդաչու թռչող սարք, որոնց մեծ մասը Զելենսկու համոզմամբ եղել է իրանական շահեդ, 14 բալիստիկ հրթիռ։ Նշվում է նաեւ, որ Կիևի մարզի Բրովարի քաղաքում ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով տուժել է 54-ամյա տղամարդ եւ 50-ամյա կին։ Ուկրաինայի արտգործնախարարությունն աշխատում է Ուկրաինայի եւ Ռուսաստանի նախագահներ Վոլոդիմիր Զելենսկու եւ Վլադիմիր Պուտինի հանդիպման ուղղությամբ, հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիվյան։ Նա նշել է, որ Կիևին անհրաժեշտ է Միացյալ Նահանգների ներգրավվածությունը կարգավորման գործընթացում։ Մենք ողջունում ենք Միացյալ Նահանգների եւ նախագահ Թրամփի խաղաղության ջանքերը։ Հանդիպումը Թուրքիայում շարունակելու համար նախապայմաններ չեն կարող լինել։ Այնտեղ հստակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, նշել է արտգործնախարարը։ Նա հիշեցրել է, որ կողմերը պայմանավորվել են
իրականացնել ռազմագերիների փոխանակում եւ գործընթացն արդեն սկսվել է։ Այժմ Ուկրաինան սպասում է, որ Ռուսաստանն իրեն կտրամադրի անվերապահ զինադադարի իր տեսլականը։ Նման փաստաթուղթ է պատրաստվում նաեւ Կիևում։ Երրորդ կետը Զելենսկու եւ Պուտինի անձնական հանդիպման վերաբերյալ աշխատանքն է։ Հարցին թե արդյոք Ուկրաինան տեսնում է Վատիկանը որպես խաղաղության բանակցությունների վայր, արտգործնախարարն ասել է, որ Ուկրաինան դեռ շահագրգռված է Վատիկանում հրադադարի շուրջ բանակցությունների հարցով Ռուսաստանի հետ հանդիպում անցկացնելով։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։ Գերմանիայի կառավարությունից նշել են, որ զրույցի ընթացքում կանցլերը կոչ է արել Չինաստանի նախագահին աջակցել Ուկրաինայում հրադադարի արագ հաստատմանն ուղղված ջանքերին։ Չինաստանի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը կարծիքներ են փոխանակել ուկրաինական ճգնաժամի շուրջ։ Նախորդին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Չինաստանի նախագահի հետ զրույցից հետո հայտարարել էր, որ Փարիզը եւ Պեկինը հավատարիմ են Ուկրաինայում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։ Ավելի վաղ Չինաստանի արտգործնախարարությունից հայտարարել էին, որ Պեկինի դիրքորոշումն Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ հետևողական է, պարզ ու թափանցիկ։ Նախարար Վանին կոչ էր արել միջազգային համաժողով կազմակերպել բոլոր կողմերի հավասար մասնակցությամբ եւ խաղաղության բոլոր առաջարկների արդար քննարկմամբ։ Ուկրաինան եւ Միացյալ Նահանգները պաշտոնապես գրանցել են վերակառուցման ներդրումային հիմնադրամը, որը հազվագյուտ մետաղների ոլորտում համագործակցության համաձայնագրի մի մասն է։ Ուկրաինայի փոխվարչապետի խոսքով Միացյալ Նահանգներն Ուկրաինայի վերջի դիվանագիտական նոտան է ուղարկել ավարտելով բոլոր գործընթացները։ Հիմնադրամի իրական գործունեությունը կարող է սկսվել միայն առանցքային փաստաթղթի սահմանափակ գործընկերության պայմանագրի, ինչպես նաեւ հիմնադրամի կանոնադրության ստորագրումից հետո։ Այդ փաստաթղթերի ստորագրման մասին տեղեկություններ դեռ չկան։ Եվրամիությունը դիտարկում է Ռուսաստանի հետ նոր սահմանափակումներ կիրառելու հարցը, այդ թվում երկրում գործող 20 բանկի անջատումը SWIFT վճարային համակարգից։ Նախատեսվող միջոցառումները ներառում են նաև ռուսական նավթի վաճառքի առավելագույն գնի իջեցում, ինչպես նաև հյուսիսային հոս գազատարի դադարեցում։ Եթե վերջնական որոշում կայացվի, Եվրագոտու երկրները մինչև 2027 թվականի վերջը նավթ եւ նավթամթերք չեն ներմուծի Ռուսաստանից, ինչպես նաև ավելի կընդլայնեն պատժամիջոցները երկրի նավթատարների դեմ։ Մեկ այլ սահմանափակում է սպասվում ռուսական մասնավոր բաժնետիրական հիմնադրամներին, Եվրահանձնաժողովը ներկայումս քննարկում է այս հարցը։ Դամասկոսը ողջունել է Միացյալ Նահանգների որոշումը չեղարկել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցների մի մասը։ Մենք ողջունում ենք Սիրիայի եւ դրա ժողովրդի դեմ երկար տարիներ գործող պատժամիջոցները չեղարկելու ԱՄՆ կառավարության որոշումը։ Պատժամիջոցների վերացումը դրական քայլ է երկրում մարդասիրական եւ տնտեսական խնդիրները մեղմելու համար, ընդգծել են Սիրիայի արտգործնախարարությունից։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն փաստաթուղթ է ստորագրել 2019 թվականին Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցների փաթեթը 180 օրով չեղարկելու մասին։ Մերի Ներսիսյան, լուրեր։